Բարև ձեզ հարազատներս, այսօր մի շատ կարևոր թեմայից եմ խոսելու, բժշկական չի թեման, բայց շատ մոտիկ բժշկության, այսօր պատմելու եմ աղջիկներին ինչ անեն, որ ամուսնանան։ Կարող եմ մտածեք, ես այդքան էլ հաջող դեմք չեմ, որ դա պատմեմ, բայց իմ փորձը 50 տարվա ինչ կարելի էր անել, որ ամուսնանալ, ես դա հիմա փորձեմ ձեզ փոխանցել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Սա շատ կարևոր թեմա է։ Առաջներում էլ են եղել կանայք, որ չեն ամուսնացել, շատ, բայց հիմա չափից շատ են ու ես այսքան շփվելով տեսնում եմ, որ ցկտում էլ չունեն ամուսնանալու։ Մի կողմից էլ վախենում եմ, որ իմ տեսահոլովակները նայեն, ասեն, վայ, այս ինչ երջանիկ է, մենք էլ ենք ասած երջանիկ լինելու, ոչ, դա երջանկություն չի։ Սա գուցե մի փոքր ավելի խաղաղ եմ, քան այն կանայք, ովքեր ամուսնացել են, բայց ես տեսահոլովակում պատմելու եմ, ինչ պետք է կինը անի, որ կարող է կինը անի, որ ամուսնանա, ու ինչով է լավ ամուսնանալը, քան չամուսնանալը։ Ուրեմն, չգիտեմ որտեղից սկսեմ, որ գիտեմ, որ 120 տարի ապրելու եմ, եթե ինձ չսպանեն, ես իմ առողջությանով զբաղվում եմ, իմ հոգու մտքի զարգացվածությամբ զբաղվում եմ, հիշում ենք, որ մարմին, հոգի ու միտք ունենք ու երեքն էլ պիտի զարգացնենք, ու Աստված մեզ 120 տարի է տվել, եթե մարդ սխալ բաներ անում, մենք էլ բոլորս ենք սխալներ անում, բայց ինչքան շատ, այդքան շուտ է հավանականությունը շուտ մահանալու։ Եթե ես չսպանեն, ես պիտի որ 120 տարին լրիվ անցնեմ, ու ամուսնանալը երբեք չեմ պատկերացրել, որ ես կարող եմ չամուսնանամ, երբեք, անգամ հիմա 50 տարեկան եմ, այդ ամուսնությունը լրիվ պլաններից ես հանած է, բայց քանի որ ես 120 տարի ապրելու եմ, ու երևի մի 20 տարին բժշկությունը փրկեցի, հիմա գուցե մի 20 տարի նվիրեմ երկիրը փրկեն, բայց մնացած 50 տարին պիտի մի բանով զբաղվեմ, գուցե եւ ամուսնանալը լինի դրա մեջ։ Ուրեմն կան կանայք, որ ի սկզբանե ասում են, երևի լսել եք, որ Քրիստոսի հարս, որ իրենց նվիրում են Քրիստոսին, ի սկզբանե ասում են, չէ, հիմա ունենք մեծահասակ կանայք, որ չեն ամուսնացել, վերջում ասում են, մենք դե Քրիստոսի հարսն ենք, այդպես չի, դա սկզբից կինը որոշում է, որ ինքը աղջիկ որոշում է, որ ինքը չի ամուսնանալու, ինքը նվիրում է իր կյանքը Քրիստոսին, ու ես քանի որ դա փոքրուց եմ իմացել, դա ես միշտ Աստծուն ասում եմ, գիտես չէ, որ ես իրանցից չեմ, դա միշտ է եղել, ու մանավանդ սրացել է մի դեպքից հետո, ուրեմն Բոտկինի անվան հիվանդանոցում ասպիրանտուրայում էի, ու մեր բժիշկներից մեկը մահանում է, ինչ տխուր դեպք է, բայց 40 քանի տարեկան ջահել կին, Լիլա էր անունը, ու ինքը շատ շփվող էր, համ լավ մասնագետ էր, ու Բոտկինի հիվանդանոցում էր հենց իր դա գաղադրած ամբողջ հիվանդանոցը դուրս եկած, որ հրաժեշտ տա, ինձ էլ էր անգամ է խորել, մի անգամ արագ վիրահատության վազելուց առաջ մի հատ մտնում եմ, ասում եմ հայրանում չեմ հիշում, որ ասում եմ, հատ ինձ է խորիկ տնամ, ես ինչա կատարում, ինքը վայ Արունա լրիվ բանը, եղուկա լրիվ որովայնը, ես վազում եմ, բայց դե դրանից հետո վիրահատության, ինքը գալիս, չի մեռնելու ես, մի խոսքով ինձ էլ է խորել անգամ, մի խոսքով գնում եմ, որ իրան հրաժեշտ տամ, գնում եմ լեղաճակ լինում, գնում տեսնում ինքը հարսի շորերով դագաղում պարկած, ու ես փոքրուց, արդեն պատմել եմ, երևի որ տատիկս ինձ գյուղում, Շահումյանի Խարխապոտ գյուղում, ուր գնում էր, հետը տանում էր, թաղում գնար, գնում էր, տանում էր, հարսանիքներ, ինչ առիթ լիներ, ես հետնեի, ու դրա համար փոքրուց է դագաղներ, ամեն ինչ, այնքան էի գնացել, ու արդեն ինձ թվում էր, ես ապարտադիր բանում եմ, ապարտադիր որ դե թաղում հարսանիք լինի, ես պիտի մեջտեղը լինեմ։ Ու բայց որ Լիլիային տենց բանի հարսի շորում տեսա լեղաճակ եղավ, արդեն եկա 25 տարեկան է, ոնց որ թե շատ հարցրեցի, ասեցի, ինչ ասեցին, որ չի ամուսնացել դրա համար, որ ինքը իր կյանքում հարսի շոր չի հագել, դա ինձ համար ու ես դրանից Աստծուն ասում եմ, գիտես չէ, որ ես դրանից մամաս որ դագաղում ինձ հարսի շորով տենա, միշտ ասել եմ, որ ես իրանցից չեմ Աստծուն, ես Աստծուն սկզբանե ասել եմ, որ ես երկու ոտով ամուր երկրի վրա եմ, ամուր Աստծով եմ ամուրն ես չի, որ ես ամրացա ինձ ու ինձ, լավ գիտեի ճգնավորների մասին, ասում է չէ, ես իրանցից չեմ, արի ես երկրում լինեմ, երկրի վրա լինեմ, ու դու ինչ սովորացնես, ես էլ մարդկանց տամ այտենց, ու միշտ եմ էս անելուց եղել, ուղղակի հիմա ինտերնետ կա, մի քիչ երևի գուցե ավելի շատ մասշտաբով, բայց միշտ եմ էսպես ապրելուց եղել,
ու միշտ Աստծուն ասել եմ, որ ես ամուսնացողներից եմ, պիտի ամուսնանամ։ Բայց իմ մոտ չի ստացվել այդ ամուսնանալը, իմ հասկանալով ես իմ ջանքերը բոլորը ներդրել եմ, չի ստացվել, բայց բարձում է այդ ջանքերը չէր պետք ներդնել։ Ուրեմն ես լավից վատից երևի, չգիտեմ դուք ինչքան եք հավանում, բայց երևի սիրուն ու խելացի, ինձ տանից ավելի շատ խելացի ու սիրուն գեղեցիկ կանայք են, կան իհարկե, բայց այն միջին մակարդակով ես այն գեղեցիկ ու խելացի կանանց մեջ ինձ մտցնում եմ։ Այդ Աստծո շնորհքն է, այս չի որ ես տեսքը ես եմ ստացել, ինքս եմ սարքել, ինչ տվել են, ես հիշում եմ, որ երեխայի 13-14-15 տարեկան էի, հարևաններս միշտ գեղեցիկ գիր կա, վերցրած սանտիմետրով բոլորին չափում էին ու ինձ ամեն չափել, ասում են, համընկավ, որտեվ ես ամեն ինչը այդ միշտ գեղեցիկ գրքի մեջ համընկավ, ես նոր հիմա եմ հասկանում, որ ահագին բաներ տվել Աստված։ Ինձ այն ժամանակ դե երեխայից չես հասկանում, քեզ թվում է թե սա բոլորի մոտ այդպես, բայց ուրեմն այս մի կողմից շատ ինքնավստահ, որ ես այս դեմք եմ, մի կողմից էլ շատ կոմպլեքսավորված, այս երկու բանը կարա մարդու մեջ լինի, ու եկել եմ Հայաստան, ու տեսնում եմ Հայաստանում ինչքան շատ են այսպիսի մարդիկ, բոլորը մի կողմից իրենց վրա վստահ չեն, բայց մի կողմից էլ ոչ մեկի չեն հավանում, իբր թե ինչա, ես տենց բաներ չեմ անում, բայց երևի մտքում 100% ես 50 տարվա մեջ երևի մի 25-ը այդպես մտածած կլինեմ։ Ու վատը, մի կողմից ինչի համար այդ կոմպլեքսները, որտեղ միշտ ամենագեղեցիկ աղջիկների հետ է ընկերություն անում, իրանց հետ ոչ մեկ ընկերություն չէր անում, իրանքից հետ է ընկերություն անում, ես գիտեի, որ գեղեցկությունն ինչ է, ես միշտ շփվել եմ շատ խելացի բժիշկների հետ, երբ որ միտեղ աշխատանքից տեղ պրոգրես չէի զգում, ես արդեն աշխատանքից փոխում էի, որ գնայի ավելի պատրաստված մարդկանց հետ շփվեի, ու ես միշտ իմացել եմ, որ ինձնից շատ սիրուններ կան, շատ խելացիներ կան, ու այս երկուսն էլ մի կողմից զվիզդա ես, աստղ չեմ ուզում ասեմ, որ զվիզդան ավելի շատ է նման ես ամեն ինչին, ինչ մենք մտածում ենք մեր ներսում, ու մյուս կողմից էլ կոմպլեքսավորված, ու այս երկուսը իրար հետ մի մարդու մեջ կարա տեղ ունենա։ Ուրեմն կյանքիս երևի այն սկզբի 40 տարին ես համարել եմ, որ ես հենց իրոք զվիզդա բառը երևի օգտագործեմ, որտեղ աստղ եմ, ու տղամարդիկ պիտի գան ու ընկնեն, ինձ տեսնան ու զարմանան, ընկնեն, ու տենց 40 տարի ոչ մեկ չեկավ ու չընկավ։ Որտեղ ասեմ 40 տարվա մեջ ինձ շատ ծանոթացրել են, ոչ թե ես հենց բան եմ, իրոք զվիզդա եմ, հետևից ես եկել են, բայց քանի որ շատ մեծ շրջապատ ունեմ, շատ շփվող եմ, շատ լավ շրջապատ ունեմ, տենց մարդ չեմ ճանաչում, որ ինչ տեսած չլինի, ասի այս քեզ անպայման ամուսնացնելու եմ, էլ հարևանները իրանց բարեկամներին էին բերում, գոլեգաներս էլ մեկը իր եղբորն է բերում, մեկը տղային է բերում, մեկը քերուն է բերում, դիմանեք որ ռուսներն էլ բոլոր ազգերն էլ չեն սիրում ուրիշ ազգ, իրանք ուզում են իրանց ազգից լինեն, սա երևի իրոք շատ կարևոր բան է, որ այս ամուսնության հարցերում շատ էս այդ զգում էլ այդ ազգային, որ դա երևի Աստծո կողմից է, որ ազգերը առանձին լինեն, որ թե երևի հաստատ ու որ անգամ ռուս բժիշկը քեզ ասում է, ուզում եմ տղայիս հետ դու ամուսնանաս, դա համարեք Օսկար եք ստացել արդեն, որովհետև դա ու այլ որ Շահումյանցի պատմել է, որ պապերս Շահումյանցի են, Շահումյանցիները Մոսկվայում շատ սերտ կապերի մեջ, մի խոսքով տենց մարդ չի եղել, որ ինձ չփորձի ամուսնացնել ու անընդհատ տղաների հետ էին ծանոթացնում, ես էլ շատ պարտաճանաչ պատրաստ ամուսնանալու, գնում էին առաջ բանը կես ժամվա մեջ ասում դեսա ինչ որ գնում ես ինչ ես մտածում, ասում ես մարդու հետ կուզեմ ես ամուսնանամ, ասում ես չէ ու թողում գնում ես, բայց հիմա եկել եմ հասել 50 տարեկան, որ հասկանում եմ, որ այս ինչ եղել է լրիվ սխալ է եղել, լրիվ ուրիշ ձև է պետք։ Առաջի բանը, որ պատմել եմ արդեն շատ ընկերուհիներ ունեմ, բոլորը ամուսնացան ու ես ինչքան որ տեսա այն ամուսնացան այն աղջիկները, ով հասկացան, որ դա իրանց աշխատանքն է, որ իրանք պիտի դա կազմակերպեն,
ոչ մի տղա տենց ուշ կգնացած չի գնում ամուսնանալու։ Ես իմ տեսածով այն տղաները, ովքեր որ ամուսնացել են, մեծ մասը հակառակ կողմը պաշտոն կարար տար, մեքենա կարար տար, ինչ տենց ավել կինը բավարար չի ամուսնանալու համար։ Ունես չի որ միայն տղամարդիկ են այդպիսի բաներ մտածում, կանայք են այդպիսի բաներ մտածում, դա չի հարցը, բայց ուզում եմ ասեմ մենակ ամուսնանալու համար ոչ մի գլխապատար չի գնում ամուսնանա, եթե ինչ-որ սիրահարված չի։ Ունես չի որ ես չէի կարա պաշտոն կազմակերպեի, մեքենա կազմակերպեի նորից եմ ասում շրջապատով, բայց այն զվիզդաները իրանք համարում են, որ իրանք տեղով մեծագույն արժեք են, իրանց էլ ոչ մի բան պետք չի, տղամարդը պիտի գա, անգնի ուշ կգնա ու ամուսնանա ու տես չի լինում։ 50 տարի փորձեց ասում եմ, որ տես չի եղել։ Ու ամուսնացան այն աղջիկները, ովքեր որ իրանք հասկացան, որ իրանք պիտի այդ ինիցիատիվան վերցնեն իրենց ձեռքը ու այդ կազմակերպեն, արդեն կիննա իր խելքը բոլոր այդ ունակությունները, տաղանդները ներդնում ու ամուսնանում։ Սա շատ կարևոր է։ Այն աղջիկները, ովքեր սպասում են, որ դա մեկը մինչև 40 տարեկան սպասում է, որ տղաները պիտի գան ուշքները գնա ընկնեն, 40-ից հետո դա արդեն Աստված, դե արդեն դու գիտես, եթե քեզ պետք է ամուսնացրու ինձ, եթե չի ես, ու Աստված էլ չի իջնելու ձեզ ամուսնացնի, ես էլ իմ փորձից սեփական 40-ից մինչև երևի 44-ին, որ արդեն պատերազմ եղավ, էլ արդեն ես իմ ամուսնությունը լրիվ ջնջվեցի նպատակներից, ոչ թե որ ուրիշ ձև էր պետք ապրել։ Մի խոսքով փոխվեցին արժեքներս, բայց 40-ից մինչև 44 Աստված դե դու գիտես, եթե քեզ պետք է Աստծուն մեկ է, դու ամուսնացած ես, թե չէ, Աստված ուզում է դու քո հոգին փրկվի, թե ամուսնացած կփրկվի քո հոգին, թե չամուսնացած Աստծուն լրիվ մեկ է, ու այդ էլ ասում Աստված իր աշխատանքը շատ լավ արեց, շարվեշարան բերել է այդ տղամարդկանց ինձ հետ ծանոթացրել է, ոնց որ ալիբի ունի ինքը, հետո որ գնամ չեմ ասելու դու ինձ ես տվել, ինչ ես տվել։ Ուրեմն սա շատ կարևոր է, որ կինը հասկանա, որ սա իր աշխատանքն է, ինքը պիտի անի, ինքը պիտի կազմակերպի սա, որ ստացվի։ Սա առաջի բաներ, որ ամենակարևոր բաներ, որ ուզում եի ասեի։ Երկրորդը մեր տունը քանդեցին այս ֆիլմերը, իհարկե ֆիլմերը, գրականությունը, այս սիրահարված այդ բաները, որ սպասում ենք, ամուսնությունը մեզ ուրիշ բան, այ մեզ դպրոցում փոխանակերկրաչափություն բան սովորացնեն, այս կարևոր բաները պիտի սովորացնեին, որ ամուսնությունը դա այն թրթռոց դա չի, գուցե դա էլ է շատ կարևոր է, բայց ամուսնությունը դա աշխատանք է, որ կինը ընտրում է մի տղամարդու, որին գնա ինքը ծառայի, ոչ թե գնացի ինձ համար էս պիտի անեք, ինձ սենց պիտի նայես, ինձ հետ սենց պիտի խոսացի, որ կինը ասեց ինձ, տղամարդն էլ են կողմից ինձ, քանդված ընտանիք է արդեն։ Կինը գնում է ծառայելու ու օգնելու տղամարդ, ծառայելու օգնելու տղամարդուն։ Սա շատ կարևոր է, որ ես իրոք մենակ 50 տարեկանում սա հասկացա, որ հոգևոր աճ ունենալու համար իրար հետ ապրելը ամենակարևոր բանն է։ Բացատրեմ իմ օրինակի վրա, օրինակ ինձ ոչ նեղացնող կա, ոչ ինքը բլոգս է, վատ բան են գրում, մի անգամից բլոգում են։ Մի կին է գրել, որ բանը աղջիկ ջան, դե հերիք ասես, մեծահասակ կին է, հերիք ասես բժշկական գիտությունները, մի անգամից բլոգեցի, որ կարող է հետո մի ուրիշ վատ բան գրի, վատ զգամ, հասկանում եք, այսա աճ չի, սա հոգևոր աճ չի, հոգևոր աճը նա է, երբ որ քո դիմացինը, ամուսինդ կլինի, քեզ մի կծու բառն կասի, որ դու ուզես չոտկես, ոնց որ մեր բանում ընդունված է, ու քեզ զսպես, այդ ժամանակ քեզ զսպես, ասես սա իմ ամուսինն է, հարգանքը պետք է այլն, ու դա է աճը։ Մենակ աճելը շատ դժվար է, այ ամուսնական այդ հարաբերությունների մեջ հոգևոր աճը կարևոր է։ Երկրորդ կարևոր բանը կնոջ համար երեխա ունենալն է, ինչ ուզում եք արեք, ուզում եք բժշկությունը փրկեք, ուզում եք երկիրը փրկեք, ինչ ուզում եք արեք, վերջում արդյունքը աշխատանքի ձեր երեխան է լինելու, երեխաները, որոնց դուք բերել եք, ոչ թե բերել եք, տվել եք ինչ-որ կիսուրն է պահել, մեկն է պահել են մեկը, դուք բերել եք, պահել եք, դաստիարակել եք, մարդ եք սարքել։ Սրանից կարևոր գործ կինը չկա, տենց գործ որ կինը կարա անի, ու ապացուցված է արդեն, ապացուցված է բոլոր տեսակետներից, որ մարդ
երջանիկ է իր աշխատանքի արդյունքներով։ Մարդիկ ամեն ինչը փորձեցին, էլ ուտելը կերան անխնա, հական անխնա, սեքսով զբաղվեցին բոլորի հետ, ինչ էլ պաշտոններ, էլ ամեն ինչը երջանկացնում է միայն նա, որ դու առաջինը կողքինիդ երջանկացնես, ուր ուզում լինի, հարևանդ կլինի, երեխա կլինի, ընտանիքդ կլինի, երջանկացնելն է, ուրիշի երջանկացնում ես, այդ հետադարձ հայացքը, հետադարձ ժպիտը քեզ ցնծում են, բջիջները ցնծում են։ Սա շատ կարևոր է, որ կինը իմանա, որ մեծ առաքելություն ունի։ Իհարկե կան կանայք, որ ի սկզբանե ասում են, չէ, ես ուզում եմ Քրիստոսին ծառայեմ, չեմ ուզում ամուսնանամ, դրանք ուրիշ կատեգորիա են, դրանք իրանց մասին չի խոսքը։ Մի կատեգորիա կա, որ իրանց համար ամուսնանալը շատ հեշտ բան է, իրանց մասին էլ իրենք են առանձին պուբլիկ, իմ ենթատատիկս էր ասում, երբ ուզում էր ասել ռեսպուբլիկա, ասում էր այն մարդիկ, որ իրանց նման չեն մտածում, իրանք առանձին պուբլիկ է, իրանց մասին չի, իրանք իրոք իրանց մոտ այդ բանը հեշտ է շատ, մի քանի անգամ կարան ամուսնանան, խնդիր չկա, սա այն մարդկանց է, ովքեր որ չեն ամուսնացել, ու այդ հրաշք են սպասում, թե տղամարդկանց կողմից, հրաշք, թե Աստծու կողմից, Աստված մեզ փոքր աստվածներ է ստեղծել, որ մենք այդ աշխատանքը մեծ աշխատանքներ ունենք կատարելու ու կատարենք։ Շատ կարևոր է, որ աղջիկները ամուսնանան վաղ տարիքում, այդ ուսանողական տարիքը շատ կարևոր է։ Ինչ տեսակետով այդ որ ուզում եք այդ թրթռոց այդ սիրահարվել բան լինի, ինչպես է սիրահարվելը լինում, նորից երևի վերջի 3 տարին եմ կյանքի, որ ես հասկացել եմ սիրահարվելը ինչը։ Սիրահարվելը նա է, որ մարդ մեկի հոգին է, մյուսի հոգուն տեսնում է, հավանում են իրար հետ, իրանք ցնծում են ու իրար բերում են մարմիններն էլ ուզում միացնեն։ Մարդ ուրիշի մյուսի դիմացինի հոգին ճանաչելու համար պիտի շփվի։ Մի անգամ կես ժամ գնաս սուրճ խմես, թե խմես, դրանով չես սիրահարվելու, դա չի։ Դրա համար այդ ուսանողական տարիներին մի քիչ ավելի շատ ազատ ժամանակ կա, շփումն է մեծ, հետո որ սկսում ես աշխատել, արդեն այդ հնարավորությունները զգալիորեն նվազում են։ Մի ընկերուհի ունեմ, որ ամուսնացել է, արդեն մեծ հասակ տարիքում դիմաց նստած աշխատելուց են եղել, ամեր պատմեր, ասում էր, դե մի հատ բան կա, չամուսնացածը կա, դե ես ոնց իր այդ ամուսնացել, հիմա ամուսնացել են 5 տղա ունեն, 5 տղա, պատկերացրու, պիտի շփվես, որ հոգիները իրար հավանեն, որովհետև տեսքը հավանելը դա լրիվ ուրիշ բան է, տեսքը պաշտոնը արդեն սկսում ես մեզ ինչ կտան մեքենա կառնեն, այս կառնեն, դրանք արդեն իհարկե սվից խապուցիկ բաներ են, մարդ պիտի մարդկանց հետ որ շփվում ես, ինչքան էլ տկար մարդ լինի, մեր հոգին իր գեղեցկությունը ունի, իր հարստությունն ունի, մարդկանց հետ որ շփվում ես, այնքան մարդիկ կան, որ իրանց հետ շփվել եմ, անգամ զգում եմ, որ իրանք ինձ ընդհանրապես մոտիկ չեն իրանց մտածելակերպով բանով, բայց արդեն հենց կապ կա հոգիների միջև, որ չեմ ուզում էլ այդ մարդիկ ինձնից հեռանան, չնայած որ թե քաղաքական հայացքներով, թե կյանքի հայացքներով լրիվ տարբեր ենք։ Ուրեմն շատ կարևոր է շփումը ու վերջում էլ ասեմ, որ ինչքան է առողջարար կնոջ համար ամուսնանալը։ Կարող է լսեք, որ տղամարդկանց համար է առողջարար, որովհետև այն տղամարդիկ, ովքեր ամուսնացած են, երկար են ապրում, կին ամուսնացած կարճ է ապրում, կյանքի երկարությունը չի կարևոր, կյանքի որակն է կարևոր։ Սա շատ կարևոր բան է, այնքան մարդ կա, որ վաղ հասակում մահացել է, բայց իրանից հետո մեծ գործ էր թողել ու կա, որ 100 տարի ապրել է անպիտան, ու այդ անպիտան ինչ են 100 տարի ապրում, որ մարդիկ տեսնեն, ասեն, այս չի կարելի ապրել, իսկ մարդիկ նայում են, ասում են, վայ, ինչ լավ, այս էգոիստ է, այսքան 100 տարի ապրել է, ինչ լավ, այս էլ էգոիստ լինեմ։ Իհարկե դա այդպես չի։ Կինը առողջարար է, նորից բժշկությունը ապացուցել է, կան հիվանդություններ, որը հղիությունը, կրծքով կերակրելը, դրանք բուժիչ են, օրինակ էնդոմետրիոզ անունով հիվանդություն կա, որ ամուսնություն հղիություններն են բուժում։ Ապացուցված է, որ այն կանայք, ովքեր կրծքով կերակրել են, քիչ են կրծքի քաղցկեղ ունենում, համեմատած այն կանանց, ովքեր չեն կերակրել։ Այն կանայք, ովքեր երեխաներ են, ինչքան շատ երեխաներ են ունեցել, այդքան քչացել է, քիչ է իրենց մոտ հավանականությունը ձվարանների քաղցկեղի, սրանք բոլորը ապացուցված են։ Առողջարար է, գանձ է, ես այս վերջի զգում եմ, որ սիրո պակաս ունեմ, մանավանդ տեսահոլովակներից մեջ կոպիտ տեսահոլովակներ ունեմ, բան, ես զգում եմ, որ շատ աճելու տեղ ունեմ ու այդ սերը
երեխա բերելուց, երեխաների հետ շփվելուց, այդ սերը գնում գալիս, հետո դու կարաս այդ սերը նույնպես հետո մնացած մարդկանց էլ փոխանցես, իսկ այդ կարևոր սիրո փոխանակությունը, որ չկա կյանքում, որակն էլ չի այն կյանքի։ Դրա համար ամուսնանալը ինչ եզրակացություն, որ կինը պիտի իր վրա վերցնի, որ ոչ մեկ դա չի անելու ձեզանից, բացի որ մտածես ծնողները պիտի կազմակերպեն, այս մեկը պիտի անի աղջիկն, որ իր վրա վերցրեց, որ սա իր պարտականությունն է, իր ամուսնանալը, որ ինքը կազմակերպի, որ ամուսնանալը, որ ասում են բաշարողի տեղը, դա բաշարել հենց սենց ստից բար չի, դա բաշարելը դա այդ քո բոլոր ունակությունները ներդնում ես, որ դու ընտանիք կազմես, ու դա շատ կարևոր է։ Ոնց որ չելենջ եմ նորից հայտարարում, որ ասում եմ, եթե տղա ես ամուսնաց, եթե իրոք ունակությունները գանձերը չպահես ներսում, դրանք պիտի բոլորը օգտագործվես կյանքում, շատ կարևոր է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, հուսամ օգտակար են։